Նախ ես ողջունում եմ այս նախաձեռնությունը, բայց նորից ուզում եմ պնդել, որ սա հարցի լուծում չի։ Ազգային ժողովի փոխնախագահ առաջարկում է առհասարակ փակել on-line կազինոները։ Մենք այս նախագծի հետ կապված եւ ընդդիմությունը եւ իշխանությունը կողմա քվեարկել, այսպես համերաշխություն է ձևավորված, բայց հարցը չի լուծվում։ Ինչի՞ չի լուծվում հարցը։ Ու նաև այստեղ քննարկվում է եկամուտների 20%-ը, որքան տոկոսը պետք է քաղաքացին խաղա, կառավարության հետ կապված անհամաձայնություններ կան, նաև կառավարության ներկայացուցիչը ասում է, որ այո, մենք էլ ենք ուզում, որ քաղաքացիները չխաղան, բայց պետք է մարդն էլ կարողանա ըստ էության նաև իրեն կառավարել։ Չեն կարողանում կառավարել իրենց մարդիկ, պարոն Զաքարյան, ոչ իրենց են կարողանում կառավարել, ոչ իրենց ֆինանսներն են կարողանում կառավարել։ Ես մարդ եմ տեսել, որ իր արժանապատվությունը պոլի շոր դարձրած 5000 դրամ էր խնդրում, այդ օրը $1000 էր լցրել այս հեռախոսի մեջ ու ամբողջությամբ պարտվել էր։ Ես կին գիտեմ, ով ծնող կոմիտեի գումարներով խաղադրույք է արել։ Ես մարդ գիտեմ, ով մեկ օրվա ընթացքում $1 միլիոն խաղադրույք է արել ու պարտվել է։ Այո, Հայաստանում։ Երբ որ Հայաստանում կազինոները փակվում էին, քաղաքից դուրս էին տանում, բոլորս ուրախացել էինք, ասում ենք լավ, այս խաղամոլության վերջը տրվեց։ Հիմա խաղատները յուրաքանչյուրի հեռախոսի մեջ են։ Ու այդ ինքնաարգելակման կոճակի հետ էլ կապված։ 1 ժամ հարց է տալիս օպերատորը։ Ինչի ես որոշել փակես։ Գուցե տրամադրությունը տեղը չի։ Կարող է մի քիչ էլ մտածես։ Մի ժամ հարց է տալիս։ Ու չի աշխատում այդ ինքնաարգելակումը ու այդ ծրագիրը հեռախոսից ջնջելը։ Չի աշխատում դա։ Սա շատ լավ է։ Բայց երբ որ մենք մյուս կողմից տեսնում ենք, որ 7.4 տրիլիոն դրամի խաղադրույք է արվել, բայց հարկերը ընդամենը 1% է, այստեղ հարց է առաջանում։ Ի վերջո պետությունը ում կողքին պետքա կանգնի, ում պետքա պաշտպանի։ Այո, գուցե այս դեպքում պետությունը քաղաքացուն հենց իրենից պետքա պաշտպանի ու ես նորից եմ պնդում, որ սրա հետ կապված պետքա արմատական փոփոխություններ արվեն եւ ես եւս կողմնակից եմ այս on-line խաղատները առհասարակ փակելուն։ Շնորհակալ եմ։ Ես արտահայտելույթով հանդես